Տիկին Գյուրեղան, ձեր խոսափողը կանջատեք Պրոտոկոլը եւ լսեք։ մի Ինչ րոպե, ասում ես Տիկին Ավանեսյանը։ ասեմ, որ իմ ասացի վրա Առողջապահության նախարարությունից դեռ չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչ բժշկական ծառայություններ է ներառելու հունվարից խոստացված առողջապահական ապահովագրությունը։ Նախագծի քննարկման ժամանակ խորհրդանում նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե ծառայությունների ցանկը կհրապարակվի, երբ առողջապահության ապահովագրության օրենքը ընդունվի։ Առողջապահության նախարարի պատասխանները, սակայն, օրենքի քննարկմանը ներկա անդիմադիրներին չգոհացրին։ Հայաստան խմբակցության падգամավոր Արմենուհի Գյուրեղյանը Անահիտ Ավանեսյանի արձագանքից վրդովվեց ու հայտարարեց. նախարարը պարտավոր է հայտնել, թե ապահովագրությունը կոնկրետ ինչ ծառայություններ է ներառելու։ Ժորտ այնպեսի մի տպավորություն է ստեղծում, կարծես թե այդ ծառայության փաթեթը մենք գաղտնի ենք բամ։ Ես ամեն օր դրա մասին խոսում եմ, ինչ է մտնում, որ ծառայություններն են մտնում, բայց դրանք նախագծեր են։ Կառավարությունից չեն թաքցնում, ապահովագրությունը չի ներառելու բժշկական բոլոր ծառայությունները։ Վարչապետը դեռ անցած ամիս հայտարարել էր, որ այն ներառելու է ամենահաճախ օգտագործվող ծառայությունների ընդամենը 30%-ը։ Ըստ պաշտոնյաների, մեկ ամսից մեկնարկող առողջապահական ապահովագրությունից առաջին փուլով օգտվելու են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, 28 եւ ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները։ Նրանց փոխարեն պետությունը կվճարի։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց։ Նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը ներառյալ եւ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա եւս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Արդեն 2027 թվականից համակարգում կընդգրկվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք, 200,000 եւ ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները ապահովագրությանը ամսական 10,800 դրամ կվճարեն։ Կառավարությունը, սակայն, որոշ արտոնություններ է սահմանել, որոնք նախարարի ձևակերպմամբ կնվազեցնեն նրանց ամսական բեռը։ Օրինակ, 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները զինապահ հիմնադրամին 5,500 դրամի փոխարեն 1,000 դրամ կվճարեն, իսկ 4,500 դրամը կուղեն առողջության ապահովագրությանը։ Եվս 6,000 դրամ էլ կստանան եկամուտների հայտարարագիր լրացնելու դեպքում։ 100-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կգործի հետևյալ սանդղակը։ Նրանք վճարում են զինապահ հիմնադրամին 8,500 դրամ, կշարունակեն վճարել 1,000 դրամ զինապահին, մնացած 7,500 դրամը կշարունակեն վճարել արդեն առողջության ապահովագրության հիմնադրամ եւ ելի սոցկրեդիտների շրջանակներում հետ կստանան 4,000 դրամ։ Ստացվում է, որ այս խումբ քաղաքացիների համար առողջության ապահովագրության առաջնային մեկնարկային տարվա համար ըստ էության ֆինանսական հավելյալ բեռ չի ավելանում։ Իսկ արդյոք առողջապահական համակարգը պատրաստ է նման մեծ մասշտաբի բարեփոխման։ Արդյոք պատրաստ են հունվարի 1-ից քաղաքացիների մեծ հոսքեր ընդունելուն, կամ բավարար թվով մասնագետներ։ Հետազոտություններն իրականացնելու համար կա բավարար քանակի որակյալ բժշկական տեխնիկա։ Առողջապահության նախարարից հետաքրքրվում էր ընդդիմադիր Արմենուհի Գյուրեղյանը։ հիմա պետք չի լինելու Չէ, տեսեք։ նախնական հետազոտությունները։ Չէ, տեսեք։ Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտությունները եւ սկրինինգները դառնալու են հասանելի անձին եւ մենք հասկանում ենք, որ այդ 2 տարվա ցիկլը անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան եւ անցնեն սկրինինգը, հետազոտությունները եւ այլն, որ ապահովագրական փաթեթը ակտիվանա, այլ մինչեւ 29 թիվը բոլորը այս ընթացիկ նորմալ առանց նման ձեր նշած կատաստրոֆիկ երևույթների հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները եւ 29-ից հետո արդեն երբ որ ցիկլը կսկսի նորմալ ընթացքով արդեն գնալ կդառնա պարտադիր։ Նախարարի խոսքով արդեն այդ ժամանակ փաթեթից օգտվելու համար օրինակ կին քաղաքացիներին պարտադրվի անցնել կրծքագեղձի հետազոտությունը եւ այլ հետազոտություններ։ Կկրկնի 2 տարվա մեջ
շատ լավ, կշարունակի օգտվել ապահովագրությունից։ Չի կրկնի, նրանք կգա հիշեցում դրա մասին։ Ապահովագրական փաթեթը կսարի, մինչև կգնա կօգտվի, հետո արդեն կշարունակի։ Այսինքն այստեղ մենք հենց ձեր նշած ռիսկերը կառավարելու համար այս անցումային շրջանը դեռ ապահովելու ենք, որ մարդիկ առանց բանի, այսպես իրարանցման կարողանան այս հետազոտությունները անցնել։ Ովքեր են կողմ։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում Առողջապահության ապահովագրության կառավարության ներկայացրած նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու ընդգրկվեց ազգային ժողովի լիագումար նիստում։ Այն արդեն 2 ընթերցում պետք է անցնի օրենքի ուժ ստանալու համար։ Դեռ պարզ չէ խորհրդանը երբ կքննարկի նախագիծը։